Կյանքիս ուսուցիչը հենց ինքը կյանքն է, ասում է դերասան Նարինե Գրիգորյանը։ Ծանր հոգեվիճակում հայտնվելիս Աստծուն է դիմում։ Մեր երկրի առաջընթացի համար յուրաքանչյուր ոլորտում միասնականությունն է կարևոր համարում։ Կյանքում ամենաշատը տպավորվել է Մոսկվայում դիտած մի ներկայացումից, որը ստիպել է մի ամբողջ օր լաց լինել։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է։ Եվ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դերասան ռեժիսոր Նարինե Գրիգորյանին։ Ողջույն ձեզ։ Բարև ձեզ։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ կանանց եւ գեղեցկության այս միամսյակի տոների կապակցությամբ։ Շնորհակալ եմ եւ հրավիրելու համար։ Հայնեն, որ արդեն հիվանդ էր, հյուծված էր, 1948 թվականի գարանային մի օր իր քայլերը ուղղում է դեպի Լուվր եւ հատկապես շատ է կանգնում Վեներայի արձանի մոտ։ Մի տեսակ երևի ցույց տալով, որ կյանքից հեռանալ նշանակում է գեղեցկությունից հեռանալ։ Ռոդենը քանդակագործ մի շատ գեղեցիկ քանդակ ունի, որ կոչվում է Մեռնող մարդու կամ Մեռնող տղամարդու վերջին երազանքը։ Իսկ այդ վերջին երազանքը, ինչպես որ քանդակի մեջ է պատկերված, մի գեղեցիկ կնոջ դիմապատկեր է։ Եվ վերջապես ունենք Պաստեռնակի գեղեցիկ ձևակերպումը կնոջ հետ կապված, գաղտնիքը քո թովչանքի, կյանքի մեկնությանն է հավասար։ Ուզում եմ ավելացնել Հայնեին Ռոդենի կողքին Դոստոևսկու խոսքը, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց ասեմ, որ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև կարծում եմ սերը կփրկի աշխարհը։ Օրինակ ես հիմա մի դեր եմ խաղում Ելենա Անդրեևնա Քերիվանյան Չեխովի եւ փաստորեն գեղեցիկին է, որ մենք քայլում է, հմայում է բոլորին եւ ուրիշ ոչինչ եւ նույնիսկ պիեսի ընթացքում դու հասկանում ես, որ իսկապես գեղեցկությունը չի փրկում իրավիճակը, ինչ տեղի է ունենում։ Միայն սերը, որ կարող է փրկել ամեն ինչ։ Ես իսկապես միանշանակ այդպես եմ կարծում։ Եվ կարծում եմ, որ կնոջի գեղեցկությունը տրված է ուղղակի տղամարդուն հմայելու համար, իր տղամարդուն, ընտանիք կազմելու համար, ինչպես Աստվածաշնչում ասում է, որ կնոջ գլուխը տղամարդն է, դա պետք է պահպանել։ Դա ես կարծում եմ, այ հենց մեր ժողովրդի մեջ փառք Աստծո, որ դեռ գուցե դա նահապետական է համարվում, բայց դեռ պահպանվել է այդ ձևը տեսակը եւ լավ է, որ դեռ մեզ մոտ այս ամեն ինչը դեռ պինդ է պահում, հենց դրա համար մեր դեռ առողջ է մեր հասարակարգը, ինչը։ Նահապետական ինչի համար է համարվում, որովհետև ինչքան ժամանակը գնում է դեպի ապագա, այնքան ավելի մոդեռնիստական կամ այսպես ժամանակակից կոչված երևույթներ են թափանցում մեր հասարակության մեջ, եւ այդ երևույթները շատ հաճախ հենց նույն մեղանչում է նշանակում Աստվածաշնչի եւ արարչագործության էությանը։ Լինել այդպիսին, ինչպիսին մեր ժողովուրդն է, նշանակում է հավատարիմ մնալ Աստվածաշնչյան իր էությանը, Աստվածաշնչյան իր պատգամներին։ Եվ կինը եւ տղամարդը լինելով մարդ արարած, այնուամենայնիվ տարբեր են։ Եվ այդ տարբերությունը միայն կառուցվածքային կամ սեռային չէ, այլ նաեւ հոգեբանական, նույնիսկ դերերի բաշխման առումով տարբերություն կա։ Ինչպես կարելի է հասնել այդ զանազանության մեջ ներդաշնակության, չէ՞ մենք ասում ենք մեկ մարմին դարձան։ Գիտեք, շատ հետաքրքիր էր, որովհետև ես երբեք չեմ մտածել, այ երեխան ծնում է տղա կամ աղջիկ, որ դա իսկապես տարբեր են։ Բայց հետո Սերժ Մելիքով-Սեփյանը, մի ռեժիսոր ֆրանսիահայ, եկել էր եւ մեզ հետ բեմադրություն արեց, Էրիկ Էմանուել Շմիդ Ազատաբարոն, եւ այսպիսի էքսպերիմենտ արեցինք։ Առաջին օրը խաղացինք կանանց համար, երկրորդ օրը տղամարդկանց համար։ Ու ես ասեմ, այնքան մեծ էր տարբերությունը, թեկուզ որտեղ ծիծաղում էին կանայք եւ որտեղ տղամարդիկ, դա զգալի տարբեր է։ Տղամարդիկ ծիծաղում էին ամենաարտաքին բաների վրա, հետո իհարկե ներկայացումից հետո գնում էր քննարկում եւ այնքան տարբեր էին հայացքները, որ ես այդ ժամանակ վերջնական հասկացա, ինչքան տարբեր են
կինն ու տղամարդը։ Չեմ կարող ասել սա ավելի լավ է, քան նա։ Իհարկե կինը, քանի որ բնությամբ ստեղծված է մայր լինելու համար, ինքը գլխավոր խնդիրը իր կյանքը պահպանելը հանուն իր երեխայի եւ երեխայի կյանքը։ Տղամարդը դարեր շարունակ միշտ կյանքը զոհել է, այսինքն չէ, տղամարդու գլխավոր ես օրինակ զարմանում այդ անձնազոհությունը տղամարդու մեջ շատ մեծ է։ Նույնիսկ երբ կռվում են իրար ամեն ջարդում, ես զարմանում եմ, կանայք դա չեն անում։ Տարբեր են եւ երևի հենց դրա մեջ է գերագույն հմայքը, որ տարբեր են կին ու տղամարդը։ Իսկ ինչպես կարելի է ներդաշնակության հասնել։ Ի վերջո բոլորն էլ հասկանում են, որ երջանկության տարածքը դա ընտանիքն է։ Երջանկությունը գտնելու տարածք, երջանիկ լինելու ձևաչափը դա հենց ընտանիքն է։ Գիտեք, ես գուցե շատ բաներ ասեմ, որոնք շատ թեորիապես լինեն, որովհետև երբ դու դա չես անում, ես դեռ ամուսնացած չեմ եւ եթե ես հիմա խորհուրդներ տամ, շատ սոփեստություն կլինի անկեղծ։ Խորհուրդը ձեզ։ Ինքս ինձ։ Ես կարծում եմ նախ ամեն փոքր բանից չի կարելի պատմություն սարքել, ինչի սովորաբար կանայք ունեն երբեմն, չէ՞։ Այդ սովորաբար օրինակ ասում են կենցաղը ուրիշ բան է, երբ արդեն ամուսնանում են, որովհետև կարելի է իրար սիրել, բայց հետո ամուսնանում են, առաջ մեջտեղ է գալիս կենցաղը եւ փչացնում ամեն ինչ։ Ես իհարկե դիտարկումներ անելով հասկանում եմ, որ նախ չի կարելի, եթե նույնիսկ մի բան այնպես չի եղել, ճիշտ չի ներկվել, այն գույնը չի, որը պետք է, դե ոչինչ, կարելի է վաղ ուրիշ գույն ներկել, պետք չի դրա համար կռվել։ Այսինքն, այն կենցաղը պիտի թույլ չտալ, որ կենցաղը մտնի, շատ խորը մտնի, չնայած նա միշտ պարտադրող է, չէ՞։ Հետո պիտի իրար վստահել, ես կարծում եմ դա շատ կարևոր է եւ ամեն օր սիրո կրակի մեջ նորից փայտ լցնել, որովհետեւ ամեն օրը նոր օր է, նորից պետք է սիրվել ամուսնու կողմից, այսինքն ամեն օր նորից պետք է գայթակղել ամուսնուն, այդպես ասեմ։ Հիսուս, երբ որ Բեթխեմում իր աչքերը բացեց, առաջինը տեսավ իր մորը։ Եվ նույն պատկերը արդեն Գողգոթայի վրա, երբ որ խաչելության ժամանակ խաչված էր, աչքերը փակեց իր մոր պատկերը աչքի առաջ ունենալով։ Ինչ է ձեզ համար մայրը։ Ես ճիշտն ասած խաղում եմ Սերժ Մելիքովսեփյանը բեմադրել է Մայր ներկայացումը, որտեղ ես խաղում եմ մայր։ Իրականում տարիքով այնտեղ մեծ է կինը, բայց քանի որ հենց հասկացողություն ենք խաղում, դրա համար չի խանգարում իմ երիտասարդ լինելը։ Եվ փաստորեն մայր, որը երեխային մեծացրել է, որովհետև մեր հայ կանայք ինչպես են ամբողջ կյանք երեխա ունենալուց հետո մոռանում են ամուսնուն, որ եւս մի երեխա եւս ունեն։ Եվ ամբողջությամբ տրվում են երեխային, այսինքն իսկապես մայր են, իսկապես, այսինքն առաջին միսիան մայր լինելն է։ Արդյունքում արդեն երբ երեխան մեծանում է եւ տղա է փաստորեն ներկայացման մեջ եւ գնում է սիրած աղջկա մոտ, երեխան կողքին չէ եւ կինը բոլորովին մենակ է մնում ինքը իր աշխարհում։ Իրականում հենց ներկայացումը այդ կնոջ մասին է, որը հայտնվում է դատարկության առաջ ու անդադ սպասում է, որ տղան պետք է պատասխանի իր հաղորդագրություններին ու վերադառնա մայրիկի մոտ, անպայման գա եւ խանդում է այն աղջկան, որի մոտ գնացել է։ Եվ այնքան հետաքրքիր է այդ, որ ներկայացումը խաղում ենք, շատ մայրեր, որ նայում են ու ասում են դրանից հետո մեր կյանքը մենք ահագին փոխեցինք։ Դա չի նշանակում, որ պետք չի նվիրվել։ Պատգամ կա, պատգամ ունի։ Պատգամ այն է, որ այսինքն պետք չի ամբողջությամբ ամեն ինչի մեջ չափն ասիրուն։ Անկամ երբ մայր ես, պիտի իմանաս, որ պիտի երեխան հետո գնա ու իր կնոջ հետ ընտանիք ստեղծի։ Այսինքն դու պիտի միշտ քո ընտանիքը հավասարակշռության մեջ պահես։ Պատգամը դա է իրականում, հարցադրումով է վերջանում ներկայացումը, այսինքն ու մայրը վերջում ասում է ինչի համար, այ մեծացրեց երեխուս, ինչի համար, հայ տանում էի դպրոց ամեն առավոտյան։ Բայց հետո պատգամը ես հանդիսատեսի մեջ եմ տեսնում, հարցը մնում է օդում եւ հետո իրենք պատասխանում են։ Ես կարծում եմ դա հետաքրքիր է։ Խաչելության իրադարձության ժամանակ առաքյալների վարքագծի մեջ փոփոխություն տեղի ունեցավ։ Թողեցին իրենց վարդապետին, ում այդքան սիրում էին, եւ փախան։ Կանայք կին հետևորդները մնացին Քրիստոսի հետ ամենածանր պահերին էլ մինչև իսկ խաչելության պահը։
Այսինքն խաչելության իրադարձությանը ներկա են կանայք։ Առաջին հայ նահատակը քրիստոնեության համար կին է։ Սանդուղտ կույսը։ Քրիստոնեության մեջ մեծագույն դեր կատարեցին կանայք, որ Հայաստանում պետականորեն ճանաչվի։ Հռիփսիմյանց, Գայանյանց կույսերը, Աշխեն Թագուհին, Խոսրովի Դուխտը։ Եվ վերջապես 5-րդ դարի Եղիշե պատմիչի վկայությամբ հայոց փապկասուն տիկնայք էին, որ հանդիմանեցին նախարարին, ովքեր ուրացել էին քրիստոնեությունը Պարսից արքայի առջև։ Սա մեզ մտածելու տեղ չի տալիս, որ այնուամենայնիվ կանանց թույլ սեռ անվանում այնքան էլ տեղին չէ։ Համաձայն։ Կարծում եմ կինը իհարկե շատ կարևոր դերակատարում ունի, հատկապես տղամարդու վրա ներազդելու, նույն Էսթերի պատմությունը, չէ, որ աղոթում են եւ մտնում է թագավորի մոտ եւ թագավորը ընդառաջում։ Գուցե, ես հաճախ մտածում եմ, երբեմն նեղվում եմ, որ կին եմ ծնվել։ Չեք կարծում, որ կինը կարող է հասարակության մեջ բարություն սերմանելու, խաղաղություն սերմանելու մեջ մեծագույն դեր կատարել։ Ես կարծում եմ հենց ամենասկզբից երեխային դաստիարակելիս արդեն այդ խնդիրը պիտի ունենա մայրը։ Այն որ այսօր օրինակ դասագրքերը ես նայում եմ, նոր դասագրքեր, որ դուրս են եկել, այնպիսի երբեմն հիմար հեքիաթներ են, որոնք ընդհանրապես ոչ մի անգամ բարոյախոսություն չունեն իրենց մեջ։ Չես հասկանում ինչի համար է այդ հեքիաթը։ Ասում է, այ կախարդական փայտիկ ունենաց Բալիկ ջան, դու կհասնես, այսինքն ամբողջ հեքիաթը այն մասին է, որ այ եթե դու ունենաս կախարդական փայտիկ, իսկ ինչպես ունենա երեխան, եթե այդ երեխայի կախարդական փայտիկը բարությունն է, երեխայի կախարդական անձնազոհությունն, անկերությունն, սիրելու կարողությունն է։ Այ երբ դա արդեն մեր դասագրքերը չեն տալիս, դա գոնե մայրը պիտի անի հենց հիմքից, որովհետև այսօր նույնիսկ օրինակ մենք Թատերական ինստիտուտում ես դասավանդում եմ դերասանի վարպետություն եւ առաջին կուրսի ուսանողները բերում են էտյուդներ, այսինքն փոքրիկ մանրապատումներ են ցուցադրում եւ երբ թեման հիմա տեսնում եմ ինչ է բերում, այ հիմա 16 տարեկան երեխան, որովհետեւ դա են տեսնում հեռուստատեսությամբ։ Ես ուղղակի այնինչ ցույց են տալիս, ես չեմ իմանում, չեն մտածում թե ինչ է լինելու հետո, որովհետեւ դա դառնում է շատ նորմալ աչքի համար, շատ։ Օրինակ համազգային թատրոնում, քանի որ ես այնտեղ հիմնական դերասանուհի եմ, հիմնական քաղաքականությունը թատրոնի բարություն քարոզելն է։ Ամեն պիես, որ բերվում է բեմադրվելու համար, առաջին հերթին անցեկացում Գեխորրդի աչքի տակով եւ փորձում ենք հասկանալ, որքանով է պիեսը թատրոնի քաղաքականության հետ համարժեք։ Ամենահոգեհարազատ դերը, որ երբևիցե թատրոնում դուք ներկայացրել եք հանդիսատեսին, եւ ում կերպարն եք մարմնավորում։ Այնքան շատ դերեր եմ սիրում։ Ես մի քիչ այդ առումով շատ բախտավոր եմ, որովհետեւ շատ հիմնականում օրինակ շատ դերասանուհիներ դեռ երազում են ինչ-որ դերեր։ Ես ճիշտն ասած շատ լավ դերեր եմ խաղացել եւ իսկապես եթե առանձնացնեմ մի դերի, կարող եմ մյուսները նեղանան, բայց ինձ համար շատ կարևոր է, որ պիեսի ասելիքը անպայման բռնի իմ մտածողության հետ։ Եվ չնայած մենք թատրոնում ստորագրում ենք այն դերերի համար, որ մենք պարտավոր ենք խաղալ բոլոր դերերը, պայմանագիր այդպիսին է։ Բայց եթե ես պիեսի ասելիքի հետ համաձայն չեմ լինում, ես ուղղակի հրաժարվում եմ եւ Սարգսյանը ինձ ներում է դրա համար, որովհետեւ ես չեմ ուզում լինել գործիք մի բանի, որի հետ ես համաձայն չեմ։ Այսինքն ասելիքի պիեսի, կարող է իմ դերը վատն է, բայց դա չի կարևոր։ Կարևորը որ պիեսը, որ ներկայացումը ասելիք ունի, որ մարդկանց իսկապես առողջացնի, որովհետև թատրոնի գլխավոր նպատակը առողջացած կատարսիսի մեջ դուրս գալը, հա, Արիստոտելի բառը։ Ինձ ասում են, բայց ինչու՞ չես մտնում սերիալ, կարիերայի համար լավ կլինի, քեզ կճանաչեն կամ չգիտեմ, բայց ես գիտեք ուղղակի զբաղվում եմ այդ գործով, որովհետև չեմ կարող չզբաղվել։ Ես շատ եմ սիրում ուղղակի։ Ես հեռուստատեսությունում հաղորդում վարում էի, բայց դա ինձ դուր չէր գալիս, որ ինձ ճանաչում են, եւ ես հասկանում եմ, որ ես թատրոնը ավելի շատ եմ սիրում։ Ես ուղղակի իմ սիրելի գործով եմ զբաղվում, բայց իսկ համադրելու առումով ուղղակի պետք է իմաստուն լինել, իսկ իմաստությունը Աստծուց է,
Եվ պետք է աղոթել եւ Աստծուց իմաստություն խնդրել։ Ես կարծում եմ երևի դա ամենաճիշտ ճանապարհն է, որովհետեւ իսկապես երբեմն ես հասկանում եմ, որ այ մեր անկատարությունը, մեր մարդկային ուղեղը իսկապես չի ստացվում։ Ինչքան ինքդ քեզ վրա ես հույս դնում, այնքան ավելի հիմար վիճակի մեջ ես հայտնվում։ Միշտ ճիշտ է Աստծո օգնությունը խնդրել։ Հատկապես իմաստության։ Երբ Ադամը թմբիրից դուրս եկավ, իր առջև տեսավ կնոջ եւ հնչեց համաշխարհային պոեզիայի առաջին նմուշը, այսպես կարելի ասել, չէ՞։ Սա ոսկորային ոսկորներից եւ մարմինային մարմնից թող կոչվի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծվեց։ Փաստորեն իդեմս կնոջ Ադամը ունեցավ մեկին, ում կարող էր սիրել։ Եվ թերևս սա էր, որ պայմանավորեց նաև համաշխարհային թատերգության մեջ, գրականության մեջ սիրո թեմայի գերակշռությունը։ Ինչը ձեզ համար սերը։ Ես կարծում եմ այն ռնգանց մեջ շունչն է, որովհետև առանց դրա ուղղակի մարդան իմաստ է։ Ուղղակի հենց քանի որ հաղորդման սկզբում ասացի, որ սերը կփրկի աշխարհը, նույնը սիրո շնորհիվ որ շատ բաներ հասցնում եմ, հա, որովհետև հենց հոգնում եմ միանգամից ծանրանում է ամեն ինչ եւ միայն սերն է որ նորից հոգնում է եւ անգամ գիտեք օրինակ ներկայացում խաղալիս դերասանը երբեք իրավունք չունի ներքուստ հիվանդ լինել եղել էր որ ներքուստ հիվանդ էի այսինքն դեպրեսիա կամ ինչ որ չգիտեմ ինչ եւ ուղղակի դու անգամ եթե լուսավոր բան ես քարոզում հանդիսատեսին քո էներգիան փոխանցվում է քո հիվանդ էներգիան նույնիսկ երբ բացասական դեր ես խաղում պիտի ներքուստ շատ լուսավոր լինես շատ այդ հակադրության մեջ ինքը փոխանցվում է որպես արվեստ ոչ թե որպես վավերական կեղտ որը մտնում է հանդիսատեսի մեջ դրա համար օրինակ ոնց Ռայկինը ասում էր դու Ռիչարդ ես խաղացել որը ամենաահավոր մարդ էր փաստորեն ինչպես ես անում ասում եմ ես իմ միջի ասում եմ չէ որ դա չի ազդում ձեզ վրա ասում եմ չէ ես իմ միջի բացասականը հանում եմ արվեստ եմ դարձնում այսինքն շատ կարևորը արվեստի միջոցով նախ մենք ենք մակրագործում իհարկե առաջին հերթին ինձ է մարդ դարձնում արվեստը հետո հանդիսատեսին եթե կարողանում եմ այդ ներքին լույսը փոխանցել այդ սիրո միջոցով ինքը դառնում է արվեստ հա երևի ավելի ճիշտ այդպես ձևակերպեմ սերն է արվեստ դարձնում անգամ ամենատգեղ բանը դուք նաև ռեժիսոր եք եւ որոշ ստեղծագործություններ ներկայացումներ կան որոնք բեմադրում եք ստեղծագործական կամ թեմատիկ առումով երբևիցե եղել է որ օգտվեք սուրբ գրքից Հենց իմ դիպլոմային աշխատանքն էր եղել, հենց Աստվածաշնչի հիման վրա։ Ես հենց այսօր մտածում էի, ինչու օր 6, հետո հիշեցի, որ ներկայացումս այդպես էր սկսում եւ 6-րդ օրը Աստված ստեղծեց մարդ, իր պատկերով ստեղծեց եւ Աստված օրհնեց նրան եւ ես մոնո ներկայացում էի խաղում, Եվան էի կարելի ասել, կին խնձորով, չնայած երբ Աստվածաշնչում չի տալիս, որ դա խնձոր է, ասում է ուղղակի պտուղ է։ Բայց քանի որ մարդկանց մեջ նստած է որ խնձոր ստիպված խնձոր էինք վերցրել եւ փաստորեն խնձորը համտեսելուց հետո ինչ է տեղի ունենում հենց կնոջ հետ ցույց եմ տալիս այն ճանապարհը որը կինը անցնում է խնձորը համտեսելուց հետո եւ արդեն ամենավերջում ներկայացման այսինքն երբ այդ դրականի բարի ու չարի միջև ոնց է մարդը տանջվում եւ հետո ծերանում ու մահանում Հետո գիտեք, անգամ լավագույն դրամատուրգիան, որը գոյություն ունի աշխարհում, մոդելը ամբողջ Աստվածաշնչից է վերցրել։ Հա, դրա համար եթե ինչ որ մեկ ուզում է լավ պիես գրել, թող մոդել Աստվածաշնչից վերցնի, հաստատ կստացվի։ Եվ լավագույն գրքերն են։ Որ դրամատուրգիան հասկանալու համար նաև Աստվածաշունչ կարդալ է պետք։ Գիտեք, օրինակ Դանթեի Աստվածային կատակերգությունը երբեք հնարավոր չի ընկալել, եթե մենք սուրբ գիրք չգիտենք, կամ նույն մեր Նարեկացու Մատյան ողբերգությունը։ Եվ շատ այդպիսի ստեղծագործություններ ուշ միջնադարի եւ նաեւ ժամանակակից ստեղծագործողներ կան։ Նույնը վերաբերում է նաեւ արվեստի, նկարչություն, կերպարվեստ, քանդակագործություն, այսինքն ամեն դեպքում սնուցքը սուրբ գրքից է գալիս։
մտնում է արվեստի գաղափարի մեջ եւ փոխանցվում է մարդուն։ Շատ Սուրբ գրքի, Սուրբ Աստծո խոսքի կենսունակության մասին է վկայում։ Աստծո խոսքը ինչպես կարող է մարդուն, ինչ ենք ասում, բարձրագույն արվեստը ազնվացնում է մարդուն։ Լոգոսի այդ բանի, խոսքի այդ զորությունը կա, որ փոխանցվում է մեզ։ Ինչը որ նաև կարևոր է մեր այսօրվա թատրոնի ցանկի մեջ ներառելու իմաստով։ Մենք հաղորդման վերջում 3 ավանդական հարցեր ունենք։ Ձեզ համար ինչ է երջանկությունը։ Եթե ամեն օր արթնանալով այ կարողանալ նորից տեսնել արևը, նորից տեսնել այն ստեղծագործությունը, որ Աստված քեզ համար ստեղծել է ու նվիրել, չէ՞, փաստորեն մարդուն է նվիրել Աստված այս հրաշքը։ Այ ամեն օր կարողանալ նորից հայտնագործել Աստծուն, նորից քո մեջ իհարկե։ Զգալ, որ ինքը միշտ քեզ հետ է։ Դա ես կարծում եմ ամենամեծ երջանկությունը, որովհետև ամեն դեպքում ինչպես առակացում ասում է, ամեն ինչ ունայն ժողովողում, հա, ժողովող, հա, ունայն է, ամեն ինչ ունայն է իրականում, իհարկե ընտանիքը հիանալի է, բայց դա էլ մարդը հետո երեխաները գնում են, մարդը միայնակ է մնում, եւ միայն մարդու եւ Աստծո կապն է, որ մարդուն ավելի վեհ է դարձնում։ Մարդուն, այսինքն դա է, ընդհանրապես ես կարծում եմ կյանքի իմաստն է դա, անկեղծ ասած։ Այսինքն ավելի ու ավելի մոտենալ Աստծուն։ Այսօրվա հայի դիմագծի ամենաբացասական դրսևորումը, որ չէի կուզենա, որ լիներ։ Գիտեք, մի բան կա մեր օդում, թևաթափություն կա։ Եվ մեր վերջին հարցը, ինչպես կուզենայիք տեսնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ես շատ ուզում եմ, որ քրիստոնյան իրեն հոգեպես միշտ առողջ պահի։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու, մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր զրուցակիցն էր դերասան ռեժիսոր Նարինե Գրիգորյանը։ Մնացեք խաղաղության եւ սիրո մեջ։